Կատարին թույլ տվեցին, որ Ամերիկայում օդային ռազմաբազա ունենա, որ ոչ մի ուրիշ օտար երկիր չունի այդպես բան։ Շատերն են գալիս այստեղ տրեյնինգի եւ բանակային եւ ծովային սպաներ եւ այլն, իսկ օդային ընդհանրապես, քանի որ առնում են շատերը ամերիկյան օդանավներ, կործանիչներ եւ այլ, ամերի հարբանա որ գալին այստեղ սովորեն ոչ թե միայն օդաչիների արվեստը, նաեւ բայց սպասարկման մեխանիկները եւ այլ։ Այդպես գալիս են այստեղ սովորում են ամիսներով այստեղ են ապրում տարբեր ռազմաբազաներում եւ այլն։ Հիմա սա բայց Կատարը ուզել էր որ լրիվ իրեն լինի, որ ընդհանրապես ամերիկացիները մեջ խառնված չլինեն, այսպես ասած, իրենք իրենց լրիվ փոքրիկ կղզյակի մեջ, բայց իհարկե նա ներկայացվում է որպեսզի նրանք կարողանան ավելի մոտիկից սովորեն, համագործակցեն ամերիկյան օդաչուների հետ, որպեսզի հնարավորինս այդ սիստեմը հասկանան ավելի լավ, օդային ճակատամարտը դա շատ բարդ բան է, դա մի երկու օդանավների միջև կռիվ չի միայն